Այսօր առավոտյան ժամը 8-ին ստանալով այս հավատարմագրերը նախագահական նստավայրի մոտից, մենք վստահ ենք, որ կկարողանանք լուսաբանել Վլադիմիր Պուտինի այցը Գյումրի ամբողջությամբ, սակայն ճանապարհին իմացանք, որ այսօր ոչ մի հայ լրագրողին չի թույլատրվելու այցելել համար 102 ռուսական ռազմաբազան, որտեղ այցելելու են երկու նախագահները։ Մեզ միայն մնում է լուսաբանել Մաքսային միությանը նվիրված 3-րդ համաժողովը։ Դեկտեմբերի 2-ին Գյումրիում Հայաստան-Ռուսաստան Մաքսային միության 3-րդ միջտարածաշրջանային համաժողովին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի կենտրոնական և տարածաշրջանային իշխանությունների մոտ 500 ներկայացուցիչ, գործարարներ, ՀԿ սեկտորը։ Համաժողովի կարևորությունը և նպատակները նշեց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Երևի առաջի անգամն է, ես չեմ անում, միգուցե սխալվում եմ, որ այսպիսի ներկայացուցական խումբ է գալիս մասնակցում տնտեսական ֆորումի, եւ ես որպես Ռուսաստանի քաղաքացի կարող եմ ասել, մեր առջև խնդիր է դրված, որ մենք շատ լուրջ վերաբերվենք, որ մենք մեր ասածներին էլ լուրջ վերաբերվենք, առաջարկություններին գտնենք համապատասխան պարտներներ այստեղ գործընկերներ եւ իրոք ինչ-որ գործ սկսենք, պրակտիկ գործ սկսենք։ Եկել է ժամանակը մեր նախագահների ցուցումների, ինձ թվում է դա Սերժ Սարգսյանի խնդրանքն ա եղել Պրեզիդենտի, որ բերեք հավատքը Ռուսաստանի նկատմամբ չկորցնենք, բերեք հավատքը Ռուսաստանի նկատմամբ ավելացնենք, հետ վերադարձնենք կամ բավականին, որտեղ երկար ժամանակ տարբեր խնդիրների շուրջը եղել են հարցերի լուծումներ, բայց առաջ չի գնաց, ասենք պարկ գույքի դիմաց, դու գիտեք գործաները վերցեցին, ինչ-որ մի բան չկատարվեց, առաջ չգնաց, հիմա խնդիրը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից դրված է այնպես, որ այդ չեղած գործերը ուղենք, նորերը սկսենք, տնտեսական դաշտում դա առաջի շեշտադրումն է, առաջի խնդիրներից մեկն է, ինձ թվում է բավականին լավ ցուցմունքներ, ինձ թվում է Հայաստանի Հանրապետության նախագահն Հայաստանի կողմին տվել, ես չգիտեմ այդ մասը, բայց մեր կողմը մարզի ղեկավարներ 2-3 Մալիշկայում են, կարող եմ ասել, Մալիշկայում բացեցին Լոմոնոսովի անվան դպրոց, մոտ 20 կամպյուտերի դասարան բացեցին եւ բավականին խոստումներ տվեցին, այնպես որ ինձ թվում է գործի այս անգամ պրակտիկ շարժում պետք է որ տեղի ունենա եւ դա լինելու է երկու երկրների նախագահների հսկողության տակ։ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ Վլադիմիր Պուտինը նշումներ էր կատարում բլոկնոտում։ Հետո իր ելույթի վերջում Ռուսաստանի Դաշնության նախագահն օգտագործեց այդ նշումները եւ ասաց, որ իրենք չեն պատրաստվում գնալ այս տարածաշրջանից։ Պուտինի խոսքերն արժանացան հավաքվածների բուռն ծափերին։